Երգը վաղուց եմ լսել Աննա Աննա Գուրգեն 56 տարեկան ամուրի է ունի 2 երեխա 8 ամիս է գտնվում է կաթվածահար վիճակում Աննա Աննա Ներիր ինձ Աստված իմ, ներիր ինձ Աննա Աննա 28 տարեկան Գուրգենի հարսն է չի աշխատում Աննա Աննա Ալիկ 30 տարեկան Աննայի ամուսինն է սալիկապատման մասնագետ է Աննա Ձայնը տալիս պապան չես լսում Աննա չես լսում Դու լրիվ ցնդել ես Աննա Ինչ է եղել պապ ինձ ասա Աննան տանը չի Չէ տանը չի իջել է խանութ Ես ձախ կողմը շատ է ցավում ոնց որ սիրտս է Ցավում է տեղ կտամ պապ ջան Ասում ես Աննան ուրա գնացել Իջել է խանութ հիմա մի քիչ հետո կգա Ոստեղ խանութ Ինձ մենակ թողել գնացել է Չէր կարա սպասել դու գայր նոր գնար հա Պապ ջան երևի մտքով չի անցել էլի որ հիմա ցավեր հետ կբռնեն Դու ինչը մտքով չի անցել Դժվել է կնիգը Լավ ոչինչ հիմա որ գա ես հետը կխոսեմ էլ նման բան չի անի Ախր Ալիկ դու ինչի պիտի խոսես հա Դու ինչի պիտի խոսես ինքը սեփական խելք չունի հա Համ թողեց ցավը Չէ Մի քիչ Լավ դու հանգիստ պարկի հիմա լրիվ ցավեր հետ կանցնեն Հա Կնիգը դու գա կասես Թող գա սենյակ Պապ ջան ես իր հետ կխոսեմ էլ նման բան չի կրկնվի Ալիկ կնիգդ քեզ իսկի շան տեղ չի դնում Ինչի դու պիտի ասես քանի անգամ ասես հա Պապ ջան խնդրում եմ քեզ դու իրան ոչ մի բան մի ասա ես իրան ինչ որ պետք է կասեմ Այդ պաշտպանի դրա մար գլխի տանս է տղա ջան պաշտպանի այդ դրա մար ինչ ուզում անում է Լավ ես գնամ փոխվեմ հաց կերել ես Չէ Ոնց Այսօր քեզ չի կերակրել Աննան Ասի չէ վատ ես լսում Լավ հիմա կասեմ մի բան կպատրաստի Մարի մեկը Այդ ես անում է որ գլխի տանս է կնիգդ պաշտպանի դրան պաշտպանի այդ անուղեղ հայվանին պաշտպանի թուլամորդ Աննա ինչ է կատարվում քո հետ Չգիտեմ
Ինչև հիմա չես կերակրել, դեղ չես տվել պապային։ Կներես ինձ, խնդրում եմ, կներես ինձ։ Աննա, ինձ նայի։ Հասկացի, դու նման կերպ ոչ մի բանի չես հասնի։ Պապային չկերակրելով կամ դեղ չտալով ոչ մի օգուտ չի լինի։ Ու պապայի օրգանիզմը հաստատ կդիմանա այնքան, մինչև ես տուն գամ։ Հասկանում ես ինչի մասին եմ խոսում։ Աննա, դու մի մտածի, որ ես քեզ չեմ հասկանում, չեմ մտնում քո դրության մեջ։ Ալիք, ես ուղղակի էլ չեմ դիմանում, հասկացի, էլ չեմ կարողանում։ Ես ինչ էլ անեմ, քո պապան միշտ դժգոհ է։ Կատարեմ իր պահանջները, չկատարեմ, մեկը բողոքում է ու անընդհատ վիրավորում է ինձ։ Գիտեմ, Աննա, հա, հասկացա, ես ամեն ինչ տեսնում եմ, լսում եմ։ Բայց մենք իրավունք չունենք հիմա իրեն մենակ թողնենք, հասկացի։ Դու չունես, որովհետև ինքը քո ծնողն է։ Դու էլ չունես, որովհետև ինչ ոտք ես դրել ես տուն, ինքը քո ծնողն էլ է դարձել։ Ալիք, դու շատ լավ գիտես, որ քո պապան ինձ երբեք էլ… Վերջացրու։ Բայց ինչի։ Վերջ էլ չենք խոսում։ Վերկաց գնա ճաշ տաքացրու, ես կկերակրեմ պապային, գնա։ Ճաշ չկա։ Ոնց ճաշ չկա։ Ոնց թե ճաշ չկա, Աննա։ Որովհետև ի վիճակի չեմ եղել պատրաստեմ։ Դու խաբում ես։ Չեմ խաբում։ Ուղղակի դու մոռացել ես, որ ես հղի եմ ու ես էլ կարող եմ ինձ երբեմն վատ զգալ։ Հիմա դու քեզ վատ ես զգում։ Չէ, խաբում եմ։ Ես քեզ նորմալ հարց տվեցի, պատասխանի։ Հա, վատ էի զգում այսօր։ Գլուխս պտտվում էր, չէի կարողանում վեր կենայի։ Հիմա ոնց ես քեզ զգում։ Համեմատաբար լավ։ Այսինքն կարող ես ճաշ պատրաստել, թե չէ։ Լավ, բարձա։ Յուղը որտեղ Աննա։ Յուղ չկա։ Ոնց թե։ Տանը յուղ չկա։ Չէ, վերջացել է։ Իսկ ինչի չէիր զանգում ասում, որ հետս բերեի, հա Աննա։ Մոռացել էի, նոր հիշեցի։ Հա, մոռացել էիր, հա։ Լավ, բարձա։ Եղավ։ Ալիք Աննան եկավ։ Ալիք։ Ցել մարդասողի իբր չեն լսում։ Թուլամորդ։ Աստված իմ, ես կխելագարվեմ։ Դեռ այն ժամանակ, երբ նոր էր հարս եկել այս տուն, Աննային թվում էր, որ սկեսրարն իրեն չի համակրում։ Չնայած Ալիքն ամեն կերպ փորձում էր վստահեցնել կնոջը, որ նման բան չկա, եւ որ Գուրգենի վերաբերմունքը զուտ ծանր բնավորության արդյունքն է։ Այդ ամենը տանելի էր Աննայի համար մինչ Գուրգենի անկողնուն գամվելը։ Դրանից հետո վերջինիս վերաբերմունքը հարցի նկատմամբ դարձավ շատ ավելի բացասական, իսկ վերջին շրջանում արդեն անտանելի։ Աշխատանքից չես ուշանում։ Չէ, Ինչի։ աշխատանքս վերջացել է։ Թե հատուկ ես մնացել։ Չէ, հատուկ չեմ մնացել։ Աշխատանքս է վերջացել։ Այ ինչ պիտի անես։ Ինչ պիտի անեմ։ Պիտի սպասեմ նոր պատվերի։ Ինչքան պիտի սպասես։
Մի քանի օր։ Կամ մի քանի շաբաթ։ Չէ, դժվար մի քանի շաբաթ սպասել։ Հիմա սեզոնն է, ու մարդիկ բնակարանները վերանորոգում են, այնպես որ այս մի քանի օրվա մեջ պատվեր կլինի անպայման։ Ինչի ինձ երեք չասեցիր։ Շատ հասկանալի պատճառով, Որ հասկանալի պատճառով։ որ դու քեզ լավ չէիր զգում։ Դու աննորմալ վիճակում էիր։ Ես դժվար թե նորմալ վիճակում լինեմ առաջիկա մի քանի տարի։ Ու ասեմ ավելին, իմ վիճակը կարող է գնալով ավելի ու ավելի վատանալ։ Սրանից էլ վատ կարա լինի։ Կարա այնքան վատ լինի, որ դու անգամ չես էլ պատկերացնում։ Իսկ օրինակ ինչ։ Կլինի կտեսնես։ Գուցե ասես, հա։ Ինչ կարա լինի։ Մի անհանգստացի երկար չես սպասի։ Ես անհամբեր եմ, ասա, Աննա, ասա ինչ կարա լինի։ Դե օրինակ կարան ինձ լինի, որ ես էլ չապրեմ այս տանը, կամ էլ Ինչ։ կհրաժարվեմ երեխուց։ Ինչ ասեցիր։ Հրաժարվես երեխուց։ Դու ինչ ես հիմար բաներ խոսում, հա։ Հիմար չեմ խոսում, ես ասում եմ այն բաները, որոնք շատ շուտով կարող է լինեն։ Նման բան չի կարա լինի։ Ինչի՞։ Քեզ դուր կգա, որ քո երեխեն, նորածին երեխեն ուտելու բան չունենա։ Իմ երեխան միշտ էլ ուտելու բան կունենա, եղավ։ Հա, չեմ հավատում տեսնելով ներկայիդ վիճակը։ Ներկայի վիճակը ժամանակավոր է։ Իսկ եթե քեզ ուղարկի էլ աշխատանք չտան, մարդ ես։ Չլինի, ես էլ ուրիշ բանով կզբաղվեմ։ Ինչով։ Չգիտեմ, ցանկացած բանով, բայց ես իմ երեխուն, ավելի ճիշտ իմ ընտանիքին սոված չեմ թողնի։ Իսկ այդ տնից գնալը ու երեխուց հրաժարվելը մտքիցդ հանի, հասկացար։ Չեմ հանում։ Ես քեզ թույլ չեմ տա։ Իսկ ես քեզ չեմ ենթարկվի։ Լավ ես մտածել։ Ես ի վիճակի չեմ էլ մտածելու, հասկացի։ Ես ընդամենը ուզում եմ այս դժոխքից դուրս գամ։ Ուրեմն իմ տունը քո համար դժոխք է։ Սա քո տունը չի։ Այդ կապ չունի ով է սեփականատերը։ Կապ ունի սեփականատերը պապատա ու ինքն է տանտերը։ Լսի դու գժվել ես, ինչ ես անկապ բաներ խոսում։ Լսի Ալիկ, լավ, ենթադրենք դու գտար աշխատանք։ Աշխատանք եղավ, մենք սոված չմնացինք, բայց հոմենակ այդքանը չի։ Մենակ ուտելով չի, հասկացի, մարդը պետք է հոգեպես ճնշված չլինի, երբ որ տանը նորածին երեխա կա։ Ինչ ես առաջարկում, Աննա։ Հա, ինչ ես առաջարկում։ Այս տնից գնալդ ու երեխուց հրաժարվելդ մտքիցդ հանի։ Ուրիշ առաջարկում ես։ Ուրիշ առաջարկ չունեմ։ Դե որ չունես, ուրեմն քո համար ուղղակի ապրիր։ Հարցն էլ հենց այնա, որ չեմ կարողանում ուղղակի ապրեմ։ Պարզվում է դու ինձ չես սիրում։ Չես խոսում։ Ինչ սեր, ինչ սիրո մասին է խոսքը այս պայմաններում։ Պայմանները կապ չունեն, եթե սիրում ես, ուրեմն սիրում ես։ Ոնց որ դպրոցական երեխա լինես, մանկական մտքեր ես ասում։ Լսի Աննա։ Չէ, դու ինձ լսի Ալիկ։ Ես քեզ սիրում եմ, շատ եմ սիրում, բայց էլ չեմ կարողանում, հասկացի, էլի վիճակի չեմ։ Ես չգիտեմ ինչ անեմ, չգիտեմ ինձ ոնց պահեմ։ Դու հասկանում ես, երբ ես մտածում եմ, որ մենք երեխա ենք ունենալու այս պայմաններում, ես ուղղակի խելագարվում եմ կամ քիչ ամնում ինչ որ մի վատ բան անեմ։ Հա, օրինակ գնաս երեխուց հրաժարվես։ Հա, ես երեխա լույս աշխարհ չեմ բերելու, որ ծնված օրվանից տառապի ու տանջվի։ Աննա, այստեղ բան եմ ասում։ Չես լսում։ Աննա։ Գիտես ինչ եմ մտածում։ Անդադ մտածում եմ ու ինձ հանգիստ չի թողնում այդ։ Անդադ պատկերացնում եմ, որ մեր երեխան ծնվել է ու ինքը լացում է, ես փորձում եմ իրան հանգստացնեմ ու պապատ գոռում է, կանչում է, ինձ այն նենց ոնց որ հիմա է կանչում։ Ալիկ։ Ես այս տանը չեմ կարա ապրեմ։ Ալիկ։ Ինչա պապ։ Չես լսում։ Մի ժամը կանչում եմ Ալիկ։ Հիմա գալիս եմ։ Ալիկ հարագացնու էլ չեմ դիմանում Ալիկ։ Աննա, եթե չես ուզում ես տանը ապրես, մի ապրի, բայց երեխուց հրաժարվել եմ մտքիցդ հանի։
Անա ջան, թե այդ խմի սառեց։ Մամ, ինչ անեմ, ինձ մի հատ խորհուրդ տուրել է։ Չգիտեմ էլ ինչ ասեմ, բալես ախր։ Նվարդ, 50 տարեկան, Աննայի մայրն է, այրի է, աշխատում է ռեստորանում որպես լվացարար։ Չգիտեմ, հիմա ես ճիշտ արեցի, որ եկա։ Դե ախր էդի այնց հարցա, որ Կարճ կոնկրետ պատասխանի ճիշտ եմ արել, թե չէ։ հա, ճիշտ ես արել, բալես։ Ես մտնում եմ քո դրության մեջ ու հասկանում եմ։ Դու ուրիշ ելք չունեիր։ Հո չէիր մնա այդ դժոխքում ու խելագարվեիր։ Դժոխքում։ Հա ինչա, սխալ եմ ասում։ Դժոխք չի, բա ինչա։ Այդ գուրգենը կրակի նման վառում ա քեզ։ Ալիկը մեղքս գալիս է։ Ոնց որ հեչ իրա հոր տղան չլինի։ Ես էլ եմ խղճում Ալիկին։ Ալիկը շատ լավ տղա է, շատ։ Բայց խեղճը ինչ անի, որ հայրը լեզուս էլ չի պտտվում, որ դրա հասցեին վատ բաներ ասեմ։ Թե որտեղից այդ հիվանդությունը եկավ ու կպավ այդ մարդուն։ Ճիշտ է, ժամանակին էլ մի բան չէր, բայց գոնե աշխատում էր։ Երեսը մի քանի ժամ էիք տեսնում։ Չգիտեմ Ալիկը ինչ անելու մենակ։ Չեմ պատկերացնում։ Խեղճ տղա։ Աստված ջան, այդ մարդու հոգին առ, համինքը կհանգստանա ու կպրծնի այդ տանջակներից համել մենք։ Չեմ էլ ուզում սենց բաներ ասեմ, բայց ասում եմ ինչ անեմ, չեմ կարողանում մեջս պահել։ Զարմանում եմ, գիտես չէ, ոնց կարող է մարդ այդքան չար լինի, ախր զգում ա, որ մահը մոտ ա, գոնե հիմա տենց բաներ չանի։ Չգիտեմ Աննա ջան, չգիտեմ։ Ես էլ չեմ կարողանում հասկանալ, թե ոնց մարդ կարա իրեն այդ վիճակում այտենց պահի, չեմ հասկանում։ Մամ ջան, ուզում եմ քեզ մի բան խնդրեմ։ Ոայ, խնդրելս ո՞րն է Աննա ջան, ասա ինչ ես ուզում։ Ուզում եմ, որ Ալիկի հետ հանդիպես։ Հանդիպել։ Ինչի համար։ Թե ուզում եմ, որ դու իրան ասես ինչ եմ ես զգում ու ինչի գնացի ես քայլին։ Ինչի Ալիկը չգիտի։ Դու ստեղ գալուց առաջ չես խոսել նրա հետ։ Խոսել եմ, մամ, բացատրել եմ, բայց ուզում եմ դու էլ ասես։ Ես չեմ ուզում, որ Ալիկը մտածի, թե ես անսիրտ եմ։ Ալիկի առաջին շատ մեղավոր եմ զգում, մամ։ Դե մի հուզվի, բալես, մի հուզվի, կյանքիդ մեռնեմ։ Ես կգնամ ու կխոսեմ Ալիկի հետ, ամեն ինչ կանեմ, Աննա ջան, մենակ դու մի լաց լինի, քեզ չի կարելի, ցավդ տանել։ Երբ կգնաս։ Երբ կասես։ Առավոտը։ Խնդիր չկա, առավոտ ես ուզում, առավոտ կգնամ։ Մերսի, մամ ջան։ Քաղցրս, սիրունս, ամեն ինչ լավ կլինի, այ կտեսնես, ժամանակը կանցնի ու ամեն ինչ կկարգավորվի, կյանքիդ մեռնի։ Հանգստացի։